Մտածում եմ, որ ԿՊՆ-ն էլ պետք է մասնակցի եւ այնտեղից էլ շատ մարդիկ պետք է լինեն, որ մասնակցեն, որովհետեւ իրենց քաղաքի, մեր քաղաքի բոլորիս համար է։ Սա միայն սա Ղուկասյան Վարդանի մասին չի խոսքը։ Սա ժողովրդի մասին է խոսքը։ Իրանք ինչ քայլ որ անեն, դա ժողովրդին են անելու։ Ղուկասյանի խնդիրը չէ այստեղ։ Այստեղ քաղաքի բնակչության խնդիրն է։ Եթե իրենք պիտի ոտ պահեն բնակչությանը, բնակչությունը իրենց կարծիքը կասի իրենց նկատմամբ դիմացի ընտրություններին։ Մարտին Գրիգորյանի հետ խոսել եք, շնորհակալություն հայտնելու եք, որ ձեզ քաղաքապետ դարձրեցիք ուժը։ Գիտեք, այդպես ասել եմ մի քիչ սիրուն չէ, բայց ես երբ տեսնեմ, ինչ է պատահը, ես խնդիր չունեմ, ասել եմ, մենք ողերիմ թշնամի, ես իրենց ողերիմ թշնամի չեմ ճանաչում, ես իրենց ազգի հետ, իրենք մեր ազգի հետ շատ բարի դրացիական հարաբերություններ ունենք, ուղղակի դուք որ չխառնեք, ամեն ինչ լավ է։ Պարոն ձեզ ասում են, որ սա բյուրոսյան հաղթանակ է։ Ինչի՞։ Բյուրոսյան հաղթանակ է, որովհետև դուք ամեն անգամ կարևոր որոշումներ կայացնելիս պիտի Մարտին Գրիգորյանի դուռը գնաք, որ նրանից ձայներ խնդրեք, պատրաստ եք նրա դուռը։ Ես ոչ մեկի դուռը չեմ գնա։ Ուրեմն ես կաբրեմ այնպես, ինչպես ապրել են ուրեմն ընդդիմադիր քաղաքապետերը։ Ինչպես եղել է կանչքը, ոնց որ մարդիկ ուրեմն ապրել են, ես այդ սկզբունքով կաբրեմ։ Ես ոչ մեկի դուռ չեմ գնում ընդհանրապես։ Սրբի դուռ գնում եմ միանշանակ։ Բայց ես համերաշխությունը իմ զենքն է, համերաշխությունը, ուրեմն ներողամտությունը, համերաշխությունը իմ զենքն է, ես դրանով միշտ առաջնորդվել եմ իմ ամբողջ կյանքի ընթացքում։ Ամեն դեպքում որոշումներ կայացնելու դուք ասացիք գլխիկոր հետ են գալու եւ շարունակելու են։ Գաբրենք կտեսնենք, ովքեր որ համարձակ մարդիկ են, ովքեր սիրում են իրենց քաղաքը ամեն ինչից շատ, եւ ասենք քաղաքական պատվերները իրանց համար երկրորդական է, քաղաքի շահը առաջնային է, ուրեմն անպայման այդպիսի մարդիկ կմասնակցեն։ Բայց ովքեր որ միանշանակ կուսակցական են, ամեն ինչից վեր, ամեն ինչից շատ ասում են, ուրեմն կուսակցությունը, մենք էլ կտեսնենք յուրաքանչյուրին իր գնահատականը եւ ես կտամ եւ ժողովուրդը։ Դուք ասացիք, որ պատասխանը կտակ այնպես, ինչ իրենք կանեն։ Հիմա արժանի պատասխան քաղաքացիական պայմանագրին տալու եք, թե շարունակում եք պնդել, որ Նիկոլ Փաշինյանը եթե գա, գոնե աթոռը հարգելով կընդունեք։ Հիմա դուք ուրեմն ես մի բան եմ ուզում ասել, ես մի բան ասեմ ձեզ։ Ալեքսեյ Մատվեիչը կար, Օղորմի իրան, շատ մեծ մարդ էր երկրում։ Մի օր ինձ բախտ վիճակվեց հաց ուտելու իր հետ։ Մեկը դարավ, չեմ ուզում ասել, որ վարչապետին ինչ որ մի բան ասեց։ Ալեքսեյ Մատվեիչը դարավ ու ասեց. դե, իրեն չեք հարկում, աթոռը հարկեք։ Ես այդ սկզբունքը որտե գրել եմ իմ մեջ, աթոռը կհարկեմ, բայց Պավիդենին ոնց կպահեն, ինչ ծևի կանեն, Какой привет, такой ответ։ Պարոն Ղուկասյան, առաջ դուք լուրջ անհանգստություններ ունեիք ու ասում եք դիմակները պատռելու են։ Որոշ մարդկանց ում դիմակը պատռեցիք քվեատությունից արդեն հետո։ Ինչ էի ասում։ Դիմակները պատռելու են։ Բա դիմակները պատռվում են շատ մարդկանց։ Հիմա որ տեսեք մարդիկ որ չեն մասնակցում, որ մարդիկ շատ չեն մասնակցում, բան չեն անում, հիմա մարդ կա որ դիմակ չուներ, մարդ կա դիմակ ուներ։ Հիմա այդ բաները դեպի շատ չեմ ուզում։ Պարոն Ղուկասյան, Աղջիկ ջան, դու իսկական փոքր աղջիկ ինչ վրեժխնդրությունների մասին ես մտածում։ Մենք ընդհանրապես վրեժխնդրություններ չունենք, հասկանալի է։ Այսքան հավատք ունեցող մարդը կարող է վրեժխնդիր լինի։ Դու չես տեսնում, ես այնքան ներողամիտ մարդ եմ, որ ես իրոք այդպեսին եմ, էլի ինձ ձևական։ Պարոն Ղուկասյան, բան չունեմ, դիմակ չունեմ։ Բայց ձեր Պարոն Ղուկասյան, տեսեք, որոշում դուք կզսպեք ձեր շրջապատը։ Իմ շրջապատը ամենախելոքն է, ուրեմն լավ իմացի։ Ես այնպեսի բնավորության տեղ մարդ եմ, եթե որևիցե մեկը ոտնձգություն անի, առաջինը ես նրանց նկատմամբ իմ մոտիկների նկատմամբ խիստ եմ։ Ես նախ իմ նկատմամբ եմ խիստ, հետո իմ մոտիկների։ Այդքան որ դուք սարքել դրման եք, արեցպես հանել եք, բան եք արել, այդպես չի։ Դա այդպես չի, հիշեք։ Պարոն Ղուկասյան, ձեր որոշումները կայացնելիս ամեն դեպքում դուք պետք է հաշվի նստեք նաև ընդդիմադիր, մյուս խմբակցությունները, ես չգիտեմ, ընդդիմադիր լինել իշխանական են լինել հիմա մյուսները, ովքեր քվեարկեցին։ Հիմա ամեն դեպքում կախվածություն եք ունենալու այդ խմբակցությունների անդամներից, իրենց ձայներից։ Կարելի ասել, ձեր աթոռի խաղալու է։ Ո՞նց եք։ Քննարկելու ենք բոլորի հետ յուրաքանչյուր որոշում քննարկելու ենք, դրանից հետո որոշում ենք կայացնելու։ Աթոռներ, այս աթոռը հանգիստ է, այս քաղաքապետի աթոռը չի խաղալ։
մարդը կարող է խաղա աթոռը չէ։ Առաջին փոխքաղաքապետը ձերքնեցան, արդյոք արդեն երկրորդ փոխքաղաքապետի անունը հստակեցան է, թե դեռևս քննարկումներ է լինելու, կասեմ։ Քննարկումներ է լինելու, կասեմ։ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է այսօրվա քաղաքացիական պայմանագրի բացակայությանը եւ ասել է այն ինչ նախկինում ասել է նույն կարծիքին է եւ ասել է որ թիմ ընտրությունները եւ թիմ կառավարության հարաբերություններում գոյություն ունեն կանոններ, որոնք պետք է պահպանվեն։ Դուք պահպանելու եք այդ կանոնները եւ օրինակ ինչպես եք աշխատելու Նիկոլ Փաշինյանի հետ լինելով ընդդիմադիր Ես արդեն 100 անգամ այդ հարցին անդրադարձել եմ։ Ես 100 անգամ անդրադարձել եմ։ Ես այդ հարցին ասում եմ, տեղական ինքնակառավարում ասում է, տեղում ինքնակառավարել։ Ինչ մնում է սուբորդինացիայի հետ, ինչ մնում է պահել, պահպանել ճշմարտությունը։ Ես կպահեմ, կպահպանեմ իր քաղաքական հայացքներին միանշանակ թեմեմ, միանշանակ իրեն թեմեմ, իր կատարած գործունեությունների 99 ու 9/10-ին թեմեմ, հասկանալի է, բայց տեղական ինքնակառավարումը այլ բան է ասում, իր հետ կապած այլ բան է ասում։ Դու ոնց ասես այդպես։ Արդեն ազատել են դերակ եք ազատել են արդեն նախապատրաստվել։ Որից պատասխանեմ, ասեմ։ Փաշինյանի ասած, որ ասացի 99.9/10-ին Են մեկն էլ տեղ ենք տոնում կարող մարդը դարձի կա։ Չէ, բացի Եկեղեցին ինչ է ասում, ապաշխարության կանոններ է տվել, եթե մարդ ապաշխարության բան է, ճանապարհ է բռնում, այդտեղ արդեն ես բան չունեմ ասել։